40 դիզայն ընկերությունը արդեն 11 տարուց ավել է զբաղվում հուշանվերների, հուշամեդալների արտադրությամբ, կարելի ասել շատ խորացված 2018 թվականից սկսեցինք արտադրել հուշամեդալներ, հենց Երևանի տոնին ընդառաջ 2800 ամյակին 2800 արծաթե հուշամեդալ թողարկվեց։ Սկսեցինք աշխատել գրեթե բոլոր թանգարանների հետ, Ֆրունզիկ Մկրտչյանի մեդալը թողարկվեց Ցեղասպանության թանգարանի հետ, ունենք 7 հուշամեդալների արտադրանք, Մատենադարանի հետ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի հուշամեդալն ենք թողարկել, ունենք Սուրբ Գրիգոր Լուսավորչի հուշամեդալը, Տեր Դանելը Սուրբ Հովհաննես եկեղեցու մեզ օգնում է ստեղծել հուշամեդալներ ու հերթեկավ հասավ Նարեկացուն Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշամեդալը, որը արդեն կարելի ասել տարուց ավել է, մոտ 14 ամիս արդեն նկարում ենք, պատրաստում ենք ու փորձում ենք թողարկել։ Մեր երկրորդ եկեղեցին է, որ մենք պատրաստում ենք, որը չկա։ Առաջինը Վարագավանքն էր, որը 1915 թվականին ավիրվեց, երկրորդը Նարեկավանքն էր, հիմա որը մենք արդեն ունենք։ Մատենադարանն է մեզ տրամադրել, սա Էջմիածնից են մեզ տրամադրել, օրինակ մենք ունենք հատակագիծը, եթե տեսնում եք հատակագիծը ոնց է եղել ու մեր հենց մոդելավորողներն է փորձել են հենց հատակագծի ու ինֆորմացիայի հետ կապված իրանք աշխատեն ու փորձենք որ Նարեկավանքը ստանանք։ Բայց այսօրվա օրով ունենք դիմերես ու դարձերես, սա դարձերեսն է մեր, սա դիմերեսն է, ոնց արդեն ճանաչել են մեր Նարեկացին։ Բոլոր հուշամեդալները, որոնք արտադրվում են կապված են մեր սրբերի հետ, սկսած Սուրբ Գրիգոր Լուսավորչից, որը առաջինն է, որ մենք առել ենք ու դիմերեսին պատկերել ենք այն Գրիգոր Լուսավորչը, որը գտնվում է Վատիկանում Սուրբ Պետրոս տաճարի մեջ, որն է խորշում, դարձերեսին մեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ենք պատկերել։ Բոլոր մեր գնորդներին կամ մարդկանց խորհուրդ ենք տալիս, որ հուշամեդալը ձեռք բերելուց հետո անպայման օրհնության կարգ անցնի։ Առաջի օրինակը միշտ պատրաստվելուց հետո վեհապարի օրհնությունն ենք ստանում, նոր սկսում ենք իրան արտադրել։ Կարելի ասել, որ առաջի օրինակից, որից լինելու են մնացած օրինակները, արդեն օրհնված է։